Հայաստանի Հանրապետության մարզերի պետական կառավարման մասին 728 գաղտնի պահանջների դերաստատման են ներկայացում ասպորտի նիստի հետևել վրակարգը, որը սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով առաքվել են բոլոր պահանջները։ Հարց առաջին 2013 թվականի Սյունիքի մարզում իրականացված աշնանացան գյուղատնտեսական աշխատանքների և 2012 թվականի աշնանացան սորենի առաջին վերարտադրության սերմացումը և 2013 թվականի աշնանը հատկացված պարարտանյութի հիմանների հավաքագրման արդյունքների մասին։ Զեկուցի պարոն Թանգյանը, երկրորդ հարցը դարավարության արտեր անշարժումի հարացկրական մոյդեի գեոդեզիայի և օղային պետական տեսության կողմից մասկետան իրականացված տեսչական սպորտների արդյունքների և արտանետված տեսությունների վերացման ուղղված միջոցառումների մասին զեկուցում Պողաշիցեի օգտագործում բաժանմազային օղային պետական տեսության պետ պարոն Կոստանդյանը, երրորդ հարցը մարզի համայնքներում 2013 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արտանետված տեսությունների դրանց վերացման ուղղված միջոցառումների և խնդիրների մասին զեկուցի պարոն Ավետիսյանը և չորրորդ հարց Հայաստանի Հանրապետության և Գիտության նախարարության պետական տեսության կողմից Սյունիքի Մասկետանում վերականգնված տեսչական ստուդիաների արդյունքների արտանետված տեսությունների և դրանց վերացման ուղղված միջոցառումների ընթացքի մասին զեկուցող հիմնական կրթության մշակույթի և սպորտի փոխնախարար Ավանեսյան։ Առաջարկում եմ նշված օրակարգի հետ կապված քվեարկություն կազմակերպել, ովքեր են կողմ օրենսդրական կազմակերպել եզրով ուսումնասիրողի աշխատանքները։ Առաջի հարցի զեկուցման համար զայնական պարոն Թանգյանը։ Հարգարժան պարոն մարզպետ, հարգելի գործընկերներ, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը 2013 թվականի աշխատանքների կազմակերպել է հաստատված 2013 թվականի աշխատանքային ծրագրով։ Աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար 2013 թվականին մարզին հատկացվել է 770 տոննա աշնանացան սորենի առաջի վերարտադրության սերմացու, որը բաշխվել է 62 համայնքների 850 շահառուների միջև, և հատկացվել է 200 տոննա աշնանացան սորենի էլիտա սերմացու, որը բաշխվել է 21 համայնքների 73 ֆերմերների միջև համապատասխան հայտի արտադրության պայմաններում։ 2013 թվականի աշնան համար մարզին նախատեսվել է 600,000 լիտր դիզել վառելիք, 1 լիտրի արժեքը 350 դրամ։ Մարզը ներկրվել 429,800 լիտր դիզել վառելիք, բաշխվել է 71 համայնքների միջև, գումարը կազմել է 150 միլիոն 445 հազար դրամ, որը ամբողջությամբ հավաքագրվել և փոխանցվել է համապատասխան ֆլեշ ՍՊ-ի հաշվի համարին։ 2013 թվականի աշնան համար մարզին նախատեսվել է 400 տոննա ազոտական պարարտանյութ, որը բաշխվել է 25 համայնքների միջև, ազոտական պարարտանյութի 1 պարկի արժեքը 6000 դրամ, ընդհանուր գումարով 48 միլիոն դրամ, որը ամբողջությամբ հավաքագրվել է փոխանցվել է մատակարարի հաշվի համարին։ Պարարտանյութի հետ կապված խնդիրներ չունենք։ 2012 թվականի համար կառավարության կողմից Սյունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների տրամադրվել է 770 տոննա աշնանացան սորենի առաջի վերարտադրության սերմացու, որի ընդհանուր արժեքը կազմում է 124 միլիոն 800 հազար դրամ և հավաքագրվել է այսօրվա դրությամբ 75 միլիոն 518 հազար դրամ, պարտքը կազմում է 49 միլիոն 281 հազար դրամ։ Հավաքագրումը ընթացքի մեջ է և ամեն օր ովքեր որ ունեն գումարը հետ վերադարձման, ամեն օր զբաղվում ենք, ամեն օր յուրաքանչյուր համայնք ինքը գիտի իր պարտքի չափը, ընթացքի մեջ է համոզված են, որ պետք է ժամանակին հասնենք։ Մարզում կատարվել է 14800 հեկտար աշնան սորենի ցանց, անցած տարվա համար 527 հեկտարով ավելի, և կատարվել է 3700 հեկտար սպահետ, նախորդ տարվա համար 200 հեկտարով ավելի։ Կատարվել է աշնանացան գարու ցանց 1338 հեկտար, ընդամենը կատարվել է աշնանացան 16138 հեկտար, աշնանացան անցած տարվա համար ընդհանուր աշնանացանը ավելին է 738 հեկտարով։ Սերմացուի վերաբերյալ հարցից նախորդ տարիներում էլ եղել շահավաքագրման դեպքեր,
բայց նախորդ տարիների դեպքերը մշտապես պայմանավորված են եղել, եթե չի հավաքագրվում, ապա բերքը լավ չի, հնարավոր չի եղել տարբեր պայմաններով այդ բերքը ստանալ։ Այս անգամ կարծես թե այդպիսի պատճառ չկա։ Ինձ հայտնի է։ Ի՞նչն է պատճառը, որ ուրեմն գրեթե կեսը, 40%-ը չի։ 63%, այսինքն կա ձեզ մոտ բանկեր, հատկապես որ համայնքներում ա, որ այսպես է եղել, թե ի՞նչն է պատճառը, էլի ինչ-որ խորքային վերլուծություն։ Հիմնականապես պատճառ շատ քիչ համայնքներում կա, որ ասենք բարձր գոտի է եղել, շատ քիչ համայնքներ կան, որ ուժեր են, ասենք բերքը քիչ է եղել։ Ընդհանուր հրաժարվող չկա համայնք, որ ասի չենք վերադարձնելու, մի քիչ նյութական միջոցների խնդիր ունեն։ Երբ որ բերքը հնձել են ցորեններ, նորից իրենք ցանկ են կատարել, մեր մարզում ցանքսը ավելացել է, այդ իրենց հնձած սերմացուից նորից ցանքս են կատարել։ Մի քիչ հրաժարվողներ չկա, կարելի ասել, համարյա հրաժարվողներ չկա։ Ուղղակի տարբեր պատճառաբանություններով, ասենք, ամեն մեկը ինչ-որ անաս ունի վաճառելու կամ մի այլ բան, ժամանակի խնդիրը, որ ժամանակի ընթացքում կարտոֆիլի խնդիր ուներ, որոշ համայնքներ ընդհանրացրեցին, կարտոֆիլ վաճառեցին, բավականին բերան լուծումներ կատարեցին։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացա։ Կամ ես չեմ ուզում համարել, որ ուրեմն մարդը գյուղացին ամբարեխիղճ է։ Ես ուզում եմ համարել, որ թերություններ կա ծրագրի կազմակերպման մեջ։ Այսինքն, եթե գյուղատնտեսության նախարարության ուրեմն կազմակերպման միջոցառումը որ մշակվել է, դեռ թերություն կա, ինչի՞ համար մարդիկ բողոք են հավաքում։ Որովհետև ենթադրվում է կարծես թե առաջին տարին չեն տալիս, հաջորդ տարին են տալիս։ Այսինքն մի անգամ շրջանառվեց արդեն։ Ենթադրվում է, որ ցանքսը կատարվում է, հետո ուրեմն բերքը հավաքվում է, եկամուտով հավաքվում։ Այնքան գումարը, որ ինքը պիտի վերադարձնի այդ սերմացուի համար, արդեն եկամուտն է նախատեսված, որ ինքը պիտի, այսինքն կարծես թե ամեն ինչ նախատեսված է եղել։ Եթե ինչ-որ մի բան սխալ է կազմակերպվում, իսկ եթե այսպես 40%-ով չի հավաքվում, ինչ-որ մի բան սխալ է։ Դրա համար եմ խնդրում, որ վերլուծությունը լինի։ Մենք կարողանանք աշխատել գյուղնախարարության հետ, ասենք, որ իրատեսական չի ձեր ծրագիրը։ Հասկանու՞մ, ինչ-որ բան պետք է անել։ Համբուժեն ուղղակի ասել, որ ուղղակի ժողովրդի վիճակը լավ չի ուշողը չի հավաքվում, չի կարելի։ Բան քանյա։ Իմ համար նաև շատ զարմանալի է, որ գյուղապետերը զեկույցը վերաբերյալ հարց չեն տալիս և մտահոգություն չունեն։ Սա շատ անհասկանալի է և ձեր նշած արգումենտները չի բավարարում։ Առաջինը, մենք ինչպես գիտեք, գյուղատնտեսության նախարարության հետ մասնագետարը ընկել է հոկտեմբերի 1-ը օգոստոսի կարողանանք վերադարձնել, պատող են վերադարձնել։ Անհասկանալի պատճառներով մենք ընկել ենք պայմանագիրը գյուղապետարանների հետ և այսինքն շահառուների հետ մինչև դեկտեմբերի 10-ը։ Այսօր դեկտեմբերի 10-ը ավարտվել է, արդեն վաղուց պատմության զույգմանացել, մենք դեռևս ունենք չհավաքագրված 40% գումար։ Այն պայմաններով, երբ որ մենք ամռան հավաքվել էինք և հպարտորեն նշում ենք, որ այս տարի եղել է պետքարը տարի և 1 հեկտարից միջին հաշվով ունեցել ենք 28 ցենտեր բերք։ Սա անհասկանալի է։ Բերքը ստացել են, այլ ծախսեր են կատարել։ Բոլոր այդ պայմանագրերը, համապատասխան պայմանագրերը կնքված, բոլորը ժամանակին ստացած, այսինքն մենք մեր գործը ժամանակին, ոնց որ կառավարության որոշումները ժամանակին կատարել ենք, այսօր երբ որ պետք է հետ վերադարձնել, տարբեր պատճառաբանություններով գումարները չէ վերականգնել։ Մի մասը վերականգնել են, մի մասը տարբեր պատճառաբանություններ։ Եվ ոչ թե հրաժարվում են, որ չենք վերադարձնելու, ընդհանրապես օր-օրի վաղը այս կծախենք կտանք, մյուս օրը այն տանենք կտանք, ցորենի գումարից կատարել ենք այլ ծախսեր։ Պարոն Խանջյան, որն է այն դաշնաժամկետը, որի պարագայում կա այդպիսի մոտավոր ժամանակահատված, որի պարագայում մենք այլևս այս թեմայի շրջանակում ենք քննարկում ենք չենք ունել։ Խոսացել եք համակարգը։ Բոլորը հետ էլ խոսել ենք, բոլորն էլ իրենց ասելով արդեն պետք է վերջացնել։ Մեր խոսքը իրենց այդ պայմանավորվածության համաձայն արդեն պետք է։ Ինչ է առաջարկում, լավ, հիմա ինչ է առաջարկում։ Բոլոր դեպքերում առաջարկում ենք բոլորն էլ ստեղ են ասեն, գումարը պետք է հավաքագրվի, որտեղ սա ծրագիրը, եթե գումարը չհավաքագրվեց, հաջորդ ծրագրի խանգարել է։ Գումարը պետք է լինի, եթե ուզում են ծրագիրը շարունակվի, նորից գյուղացին սերմացու ունենա, այս գումարը պետք է մուտքագրվի, որ 2014-ի կարողանա կառավարությունը նորից գյուղացուն օգնել։
Պայմանագրի մեջ բարձ բանոր ընդհանրապես չի նավատել։ Բնական աղ է կա, կարգտահարություն է, չկա։ Հիմա արդեն 3 ֆերմերին տարանից բանը սերմը վերցել են, ցանել են, 2 ֆերմեր նորմալ, չեմ ասում լավ, նորմալ բերք են ստացել։ Այդ մարդիկ իրանք պայմանագրային պարտավորությունները կատարել են, երրորդը չի կարող կատարել։ Հիմա այդ երրորդը էլի չի հրաժարվում, ասան կկատարել։ Բայց ժամանակ տան, որ կարողանամ դրա ընտանի գումարը 640,000 դրամ։ 2 միլիոն 200,000 մուտվել է, 640,000 հիմա մի քիչ ուշանում։ Բայց ասեմ, այդ պայմանագրի մեջ իրոք նախագծի բնական աղետը պիտի անպայման հաշվի առնի։ Այդ մարդը իրոք բեր չի ստացել։ Նույնիսկ իր ծախսերը չի կարող անել։ Ականատես են եղել, ես դրանք գործին նայել են, գնացել են դերձել են, իրոք չի կարողացել ծախսերը փակել, բայց մարդը նորից եմ ասում, չի հրաժարվում։ 640,000 դիմերն է առավոտյան կացել։ Ես հասկանում եմ, ընդունում եմ, որ ընտարան լինեն նման դեպքեր, բայց երբ որ մատակարարված ապրանքի 60%-ին 40% չափով վճարումները չի կատարվում, ասում ստացվում են ամեն երկրորդի համարյա մենք հանդիպում ենք նման խնդիրով։ Իմ մոտ 27%-ը չի կատարվել, այդ 27%-ն արդեն առաջին հաստատապատվել։ Դա նաև նա պետք է փորձենք առավելագույնս այս բնակավարում եւ ռիսկայնությունն է բարձր եւ գործիքները, որոնք որ կարող են հնարավորության սահմաններում օժանդակելով իրացություններ լուծել։ Սա առաջիկա մեր ամենություններն ալինելու հանդիպության ոլորտը։ Եվ ապահովության մասին ենք խոսում, եւ ընդհանրապես պարարտանյութերի ձեռքբերման, հնարավորությունների հասանելիության եւ մեխանիզմների օգտագործման արդյունավետ։ Սա կլինի մեր առաջիկա պլաններում նաեւ որպես գերակայություն եւ մենք կփորձենք բայց ինչու ենք մենք տարածաշրջան այցելում եւ գյուղական համայնքներում բանջարել։ Հիմնական այս խնդիրները բոլոր գյուղերում են առկա են, քննարկվում են։ Եվ մենք 14 թվականին նաև մեր ծրագրերում մենք բարձրացված խնդիրների շրջանակներում պետք է կարողանանք ծրագրակերպել եւ ներկայացնել կառավարությանը համատեղ Հողերի պահպանության եւ օգտագործման նկատմամբ իրենց իրավասության շրջանակներում վերահսկողությունը մեր հանրապետությունում իրականացում է երաշտյան համակարգով։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված մասնագիտական հսկողության բարձրագույն պետական լիազոր մարմինը իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի հողային պետական տեսչության, որոնք ստուգումներ իրականացնում են մարզպետարաններում տեսչական ստուգումների ձևով, համապատասխան մարզպետը համայնքների աշխատակազմերում ընթացիկ ստուգումների ձևով, տարեկան կտրվածքով համայնքների 30%-ում եւ համայնքների ղեկավարները համայնքներում օգտագործողների մոտ ըստ անհրաժեշտության ստուգումների ձևով։ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի հողային պետական տեսչությունը մարզպետարաններում տեսչական ստուգումներ իրականացնում է տարեկան 1 անգամ տարածքային կառավարման նախարարության կողմից հաստատված ժամանակակցին համապատասխան։ Տեսչական ստուգումների արդյունքում ստուգումն իրականացնող անձին կարող են հաստատների ուսումնասիրության եւ համադրման նպատակով ուսումնասիրություններ կատարել նաեւ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններում առկա փաստաթղթերի եւ հողամասերի տեղադրության նպատակով։ 2013 թվականի հունիսի 24-ից մինչև հունիսի 3-ը հողային գեոդեզիայի հողային պետական տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում, մարզպետի կողմից իրականացված գործունեության եւ ըստ իրավասության համայնքների աշխատակազմերում իրականացված ընթացիկ ստուգումների արդյունքների եւ ձեռնարկված միջոցառումների նկատմամբ։ Միաժամանակ ստուգման ընթացքում որոշվել է ուսումնասիրություններ կատարել նաև մարզի 6 նոր Աստաբերդ, Գեղի, Երվարդ, Աղետու, Հարտաշեն եւ Զորհայք համայնքներում։ Ստուգման արդյունքներով կազմվել եւ Սյունիքի մարզպետին է ներկայացվել ստուգման արդյունքում արձանագրված խախտումների մասին ակտ եւ միջնորդություն համապատասխան խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։ Հարգելի գործընկերներ, չեմ ուզում անդրադառնալ վերջնական ստուգման արդյունքում արձանագրված առանձին խախտումներին, սակայն ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի շարք արձանագրված խախտումների բնույթին եւ ձևին, ինչը կարող է հանդիպել գրեթե բոլոր համայնքներում, եթե անհրաժեշտ հսկողություն չիրականացնենք տեղերում,
ունենալով ոլորտին առնչվող օրենսդրության անհրաժեշտ իմացություն և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման հետ համագործակցված աշխատանք։ Ստուգումների արդյունքում արձանագրվող հիմնական խախտումներն են. առանց հողամասերի գործառնական նշանակության և կամ հողատեսքի փոփոխության հողամասերի հատկացման դեպքերը, ինչու չէ նաև դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման դեպքերը։ Օգտվելով առիթից, որ մարզխորհրդի նիստին որպես հրավիրված մասնակցում է նաև կառավարության առընթերյան շարժումքի կադաստրի պետական կոմիտեի Սյունիք տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալը, ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել նշված խնդրին և հավաստիացնել, որ 2014 թվականից սկսած մեր կողմից արձանագրված նմանատիպ ցանկացած խախտման փաստ ըստ իրավասության լինելու է առանձին քննարկման առարկա։ Միաժամանակ ցանկանում եմ մեկ անգամ ևս տեղեկացնել բոլոր համայնքների ղեկավարների տվյալ խնդիրների օրենսդրական կարգավորման ուղղությունները և հայտնել, որ հողամասերի գործառնական նշանակության փոփոխության միջնորդությունների հարուցումը կարգավորվում է կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգ հաստատելու մասին համար 479, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը կարգավորվում է կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգ հաստատելու մասին համար 1066 որոշման համապատասխան։ Վերոհիշյալը վերաբերվում է նաև նախկինում հատկացված հողերի տնօրինման գործունեության արդյունքում փոփոխված գործառնական նշանակության և կամ փոփոխված հողատեսքերի։ Օրինակ, բնակելի տունը դարձրել է հյուրանոց կամ գյուղատնտեսական այլ հողատեսքում հիմնել է պատվատու այգի։ Քաղաքացին իր սեփականությունը նման պարագայում ևս ծագում է ինքնական փոփոխություն հողատեսքի կամ գործառնական նշանակության։ Պարոն մարզպետ, տեղեկացնեմ ձեզ, որ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայումս մշակվում է հողերի գործառնական նշանակության փոփոխության նպատակով միջնորդությունների հարուցման, փոփոխությունների համար համաձայնությունների տրման և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման գործակարգային մի սխեմա, ինչը հնարավորություն կտա հնարավորինս բացառել ու առանց գործառնական նշանակության հողամասերի հատկացման դեպքերը, եթե համայնքների ղեկավարները արդյունավետ և համագործակցված աշխատեն մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ։ Երկրորդ հիմնական խախտումը, որի մասին ուզում եմ նշել, առանց համապատասխան վարձակալության պայմանագրերի կնքման հողամասի հատկացման, հատկապես գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքերն են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգտագործվող արևավայրերի և խոթարքների օգտագործման համար կնքվող վարձակալության պայմանագրի և դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման արդյունքում ծախսվում էր որոշակի գումար և օգտագործողները գրեթե մասսայական հրաժարվում էին պայմանագրի կնքելուց, կառավարությունը 2010 թվականի հոկտեմբերի 28-ի համար 1477-ն որոշմամբ հաստատել է արոտավայրերից և խոթարքներից օգտվելու կարգ, ըստ որի արոտավայրերի և խոթարքների օգտագործման համար մինչև 3 տարի ժամկետով կնքվող պայմանագրերի համար չէր պահանջվում նոտարական վավերացում կամ իրավունքների պետական գրանցում։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սակավաթիվ համայնքներ են տվյալ որոշումից հետո շարունակում իրենց նախկին գործունեությունը և օգտագործողների հետ չեն կնքում համապատասխան պայմանագրեր։ Արդյունքում մեր մարզի կտրվածքով փաստացի օգտագործող շուրջ 30,000 հեկտար արոտավայր և 5,000 հեկտար խոթարքի օգտագործումը իրավական տեսակետից դիտվում է որպես ապօրինի հողօգտագործում, համապատասխան կոռուպցիոն ռիսկերով, որի արդյունքում հնարավոր է նաև համայնքների ղեկավարների վրա իրավասու մարմինների կողմից հարուցվեն քրեական գործեր դիտավորությամբ կատարված խախտման կամ ամբողջության հիմքերով։ 13 թվականին խոսքի գնաց արոտների վարձակալության համար մասին 60 հեկտար արոտավայր վարձակալության տվել համակ գյուղացու 3 տարի ժամանակ 60,000 դրամ գումար է մտցել բյուջե։ Նախկինում որը չի եղել։ Հիմա որևէ մի տեղի բնակիչ, Երևան քաղաքի բնակիչ, Գորիս քաղաքի բնակիչ, դիմել է դատախազություն ներքին գործեր, քրեական գործ են հարուցել եւ իբր սխալ են տվել։ Խնդիրը հետեւյալն է։ Երբ որ կառավարության որոշմամբ ասում է, որ հողերի վարձակալության տալու եւ այլս գործընթացը կարգավորվում է մինչեւ 3 տարի ժամկետով պայմանագրերի կնքման մասին է, ուրեմն
մեր կարծիքով նաև ինչ որտեղ կամայական վերաբերմունք է դրսևորվում։ Նախկին հողօգտագործողի, տվյալ տարածքում հողօգտագործողի հաշվի չի առնել փաստը, որի տարածքում նախկինում հողօգտագործողները դա։ Անկախ առանց իրավական ձևակերպումների նույնի համար դա դիտարկվում է որպես նախկին համակերպարյան գործություն։ Հիմա եթե գործունեություն է ծավալում, պետք է նաև հաշվի առնել նախկին հողօգտագործողի փաստացի հողօգտագործողի իրավունքները, եւ եթե կար երկու հատ կամ 3 հատ ցանկացող այդ տարածքում, ապա պետք է մրցույթ ձևակերպել եւ մրցույթում արդյունք հաղթողի է։ Բայց մեզ հասած տվյալների համաձայն նաև ձեր կողքին կնքված վարձակալության պայմանագրի, որի հիմքով նաև այդ քրեական գործը ասում եք հարուցել է, հիմնական պատճառներից մեկն է նա, որ հողի հարկի դրույքաչափից պակաս չափով եք վարձակալության պայմանագիրը կնքել։ Մի քանի օր առաջ ես մոտ հրավիրել եմ համայնքների միության նախագահին եւ հաշվետվություն, խնդրեմ եմ որպեսզի հաշվետվություն ներկայացնի կատարված աշխատանքների, ինչպես է համագործակցում համայնքների հետ, եւ քննարկումների արդյունքում մենք նաև այսպես եկակ է եզրահանգման, որ մեր համայնքներում իրավական, որոշումների իրավական կողմը պահպանելու ավելի որակյալ փաստաթուղթ պատրաստելու համար, մենք նաև պետք է ունենանք համայնքների միությունում իրավաբանի հաստատ։ Եվ ես նրա խնդրանքով նաև մեր միջնորդությամբ ֆինանսավորել ենք արդեն, չէ՞ Սիսիանի համայնքի իշխանությունը 1 միլիոն դրամի շրջանակներն ուղղել։ Ամենայն դեպս Սիսիանի տարածաշրջանում համայնքների միությունում արդեն լրացուցիչ հաստիկ իրավաբանի, որի հետ դուք պարտավոր եք համագործակցել եւ խորհրդակցել, եւ ինքը պարտավոր է ձեր ծառայությունը մատուցել, որպեսզի ձեր փաստաթղթերը ավելի գրագետ եւ ավելի պատրաստ լինեն։ Սա շատ կարեւոր է հանգամանք։ Իհարկե մնացած համայնքների միությունից դեռ մենք չունենք առաջարկություններ, բայց կարծում եմ, որ եւս կարևորագույն խնդիրը նաեւ մյուս համայնքներում։ Եվ որքան մենք կարողանանք մեր հարաբերություններում նաեւ այդ ֆիլտրերը տեղադրել, որտեղ որ կարող է ավելի խորհրդատվական եւ մասնագիտական վերլուծությունների առաջարկություն անել, մենք կարող ենք նաեւ այն նման թերություններից զերծ մնալ։ 2013 թվականի ընթացքում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքներում կատարյալ գործի վարման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները, իրականացված դեպքերները եւ արտախնդիրները։ Ցածիկ տարան վարչական հսկողություն իրականացվել է մարզի 36 համայնքներում, տարածքային կառավարման նախարար փոխվարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի համար հաստատված աշխատանքային ծրագրի վրա, հիման վրա։ Այն իրականացում է տարածքային կառավարման նախարարի հրամանով հաստատված Պաշտպանների կողմից վարչական հսկողության եւ կադրային գործի վարման մեթոդական ուղղություն սահմանված կարգով եւ ներառում է համայնքների ղեկավարի եւ ավարտանող կողմից տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված լիազորությունների կատարման նկատմամբ ուսումնասիրությունները։ Այն իրականացվել է նաեւ այն աշխատանքները իրականացում են Պաշտպանների կողմից կատարված աշխատանքային ծրագրի կողմից։ Տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքներում կադրային գործի վարման նկատմամբ վերահսկողություն իրականացվել է համայնքներում Շարքի, Վարդի, Բլոտան, Շարվար, Դավիթբեկ, Սյունիք, Կաղուն եւ Արցախի։ Ես ցանկանում եմ համառոտ ներկայացնել արձանագրված թերությունները ավելի միայն այդ տիպիկ եւ համառոտ թերությունները։ Ուսումնասիրված բոլոր համայնքներում գյուղապետարանի աշխատանքներում համայնքի ղեկավարի ավարտանող աշխատանքների կառավարի իրավական ակտերը գրանցվում են եւ հաշվառվում։ Սակայն հաշվառման մատյաններ վարվում են սահմանված կարգի խախտումներով, ինչի արդյունքում չի ապահովում իրավական ակտերի մասին օրենքի 89-րդ հոդվածի եւ կառավարության 2002 թվականի 1146 որոշման պահանջների կատարումը։ Ելնելով գրելից անհրաժեշտ է աշխատանքներում ապահովել իրավական ակտերի հաշվառման մատյանների օրենքի պահանջներին համապատասխան վարումը։ Հարկ է նշել նաև, որ մեթոդական օժանդակության կարգով համայնքի ղեկավարների գրավոր տրամադրել է իրավական ակտերի հաշվառման մատյանների ձևանշանները, իսկ տարածաշրջաններում կազմակերպված սեմինար խորհրդակցություններում աշխատակազմի բոլոր քարտուղարների հետ բարձրաբանվել է դրանց վարման կարգերը։ Ուսումնասիրված բոլոր համայնքներում գյուղապետարանի աշխատակազմերի աշխատակազմների թվականակ հաստատության ինքնաչափերը համապատասխանում են համայնքի հաստատվում են համապատասխան որոշումներով եւ դրանք համայնքային ծառայության պաշտոնների մասով դոկումենտ են համայնքային ծառայության պաշտոնների անվանացանքից։ Այն գյուղապետարաններով, որտեղ ուղղակի հարկ է նշել, որ այն գյուղապետարաններով, որ 2014 թվականին
նախատեսում հաստիկացուցակների փոփոխություններ, դրանք նույնիսկ հաստատելու անհրաժեշտություն չկա, ուստի համայնքի ղեկավարին առաջարկում են դրանք չներկայացնել հավաքների քննարկմանը։ Արդեն 2-3 համայնքների ստացվել են որոշումներ եւ մեկ առաջարկել ձեր մնալ այդ նման որոշում կայացնել, փաստորեն դա արդեն իսկ ընդունված որոշում դրանց վերաբերյալ կա։ Հարկ է նշել, որ մի շարք համայնքներում կա աշխատակազմերի օպտիմալացման խնդիր։ Համայնքային ծառայողների օրենքով ներկայացված սահմանված պաշտոնների անձնագրում սահմանված պահանջներից է համակարգչային կարողություններ ունենալը, սակայն մի շարք խոշոր համայնքներում աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմերում նախատեսվում են համակարգչային օպերատորների, գործարարների եւ այլ հաստիկներ։ Համայնքների ղեկավարին առաջարկում են վերանայել հաստիկների անհրաժեշտությունը։ Փաստորեն, քանի որ համայնքային ծառայության պաշտոններում նման հաստիկներ ավելացնելը դա պայմանավորումի որոշակի ընթացական, փաստորեն մենք ունենք կարելի ասել տեխնիկական սպասարկող անձնակազմի ապահովության երևույթներ առանձին համայնքներում։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին համայնքային ծառայության թափոր հաստիկների համալրման նպատակով անցեկացվել 80 մրցույթներ, որոնց արդյունքում թափոր պաշտոնները հիմնականում համալրվել են։ Այս անգամ մտահոգիչ է տարածքային կառավարման համակարգի նախարարի 2006 թվականի օգոստոսի 20-ի համայնքային ծառայության թափոր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգ հաստատելու մասին նախատեսված ժամկետներ։ Մրցույթները հայտարարվում են հիմնականում մեր վարչության կողմից իրականացված հսկողության արդյունքում։ Ամեն անգամ պետք է համայնքների ղեկավարներին հիշեցնել մրցույթներ անցկացնելու վերաբերյալ։ Տեղեկացնում եմ, որ թափուր պաշտոն առաջանալու դեպքում 6 ամսյա ժամկետում տվյալ հաստիկը պետք է համալրվի։ Ուսումնասիրությունների արդյունքում աշխատակազմերում թերություններ արձանագրվել նաև անձնական գործերի վարման գործառույթներում։ Առանձին համայնքներում իրականացվում են կարգի պաշտոններով բացակայում են առանձին համայնքներում կիսամյակային հաշվետվությունները համայնքային ծառայողների չի կատարում անձնական գործերի ամենամյա ստուգումներ, գործերի վերքերները ցանկերը ճիշտ չի վայրում, մի խոսքով բազմաթիվ այլ տեխնիկական դիրություններ։ Հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ են համարում նաև ձեր ուշադրության ներկայացնել համայնքային ծառայողների անձնագրերում նախատեսված օրենքով սահմանված փոփոխությունները։ Մյուս թերությունը, որը հատկանշական է ուսումնասիրված համայնքների համար, ինչպես նաև կազմունային մյուս համայնքներում կլինի, բոլոր համայնքների ղեկավարների կողմից հաստատվել են աշխատանքային կարգապահական ներքին կառավարակարգերը, սակայն չի ապահովել դրանց իրազեկումը։ Դա առանձին ֆիքսվել է տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կողմից ներկայացված ուսումնասիրությունների ընթացքում եւ նույնպես դա օրենքի խախտում է։ Հաջորդ թերությունը, որ հատկանշական է ուսումնասիրությունների ընթացքում, կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են նաև համայնքային ծառայողների օրենքով սահմանված կարգի խախտումների նշանակումներ պաշտոններում։ Մրցույթների մասնակցելու առավելևս պաշտոնի նշանակելու պահին 4 համայնքային ծառայողներ չեն բավարարել իրենց պաշտոնի ազգանունով ներկայացնող պահանջները աշխատանքային ստաժի եւ փորձի առումով։ Հետևաբար վերջիններս չէին կարող ոչ միայն մասնակցել մրցույթներին, առավելևս նշանակել համապատասխան պաշտոններում։ Նշված անձինք համայնքային ծառայության մասի օրենքի 33-րդ հոդվածի պահանջով սահմանված կարգի խախտումով պաշտոնի նշանակում ազատվել են պաշտոններից եւ զսպել են դասային աստիճաններից։ Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են համայնքային ծառայողների իրենց անմիջական ղեկավարի կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու դեպքերը։ Ուրեմն պետք է նշել, որ համայնքային ծառայության մասի օրենքի 15-րդ հոդվածի համաձայն համայնքային ծառայողների իրենց անմիջական ղեկավարին պետք է ներկայացնեն կիսամյակային հաշվետվություններ, որոնց վերաբերյալ անմիջական ղեկավարները պետք է տան եզրակացություն։ Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն համայնքային ծառայողները կելնում են համայնքային ծառայության մասին օրենքով սահմանված հիմնական պարտականությունները եւ համաձայն այդ պահանջի նա փաստորեն այդ պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դեպքում համայնքային ծառայողի նկատմամբ կիրառում է կարգապահական դուր։ Եվ այս առումով համայնքների ղեկավարին առաջարկել է վերանայել այն համայնքների որտեղ կա նման երևույթներ, վերանայել եւ դարձնել առանձին քննարկման առարկա այդ աշխատանքների կարգապահական դուր ենթարկելու համար։ Հարկ է նշել, որ դրանց մեկ այլ երևույթ, որը նույնպես կա մեր բոլոր համայնքներում, դա գրանցամատյանների համայնքային ծառայության գրանցամատյանների տվյալներին է վերաբերվում։ Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում եղել են գրանցամատյանում ներկայացված տվյալների եւ հաստատիչ անմիջական համապատասխանություններ։ Փաստորեն ստացվում է, որ համայնքի ղեկավարը ճիշտ չի ներկայացնում տեղեկատվությունը գրանցամատյանի վերաբերյալ։
Դա չգիտեմ, կապված է թյուրիմացություն, թե դիտավորություն դժվար է ասել, բայց համենայնդեպս նման երևույթներ եղել են եւ սրանք նման երևույթներ մենք պետք է աստորեն բացառենք։ Դրանք ճիշտ է ճշտվել են արդեն վերացվել են թերությունները, բայց ուղղակի դա համայնքի ղեկավարների դեռ գուցե կներկայացնեն այս բացահայտումները սրանցի շուրջ։ Նկատի ունենալով որ համայնքային ծառայության Մասի օրենքի համաձայն գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը հանդիսանում է համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման մասի անմիջական պատասխանատվություն է կրում աշխատակազմերում համայնքային ծառայության կազմակերպման համար եւ բոլոր համայնքների ղեկավարի առաջարկվել է կարգապահական ուժի ենթարկելու հարցը քննարկել, որովհետեւ ընդհանուր առմամբ համայնքներում վարչական հսկողության արդյունքում այդ դեպքերը հիմնականում վերացվել են, բայց կան որոշ գործառույթներ ընթացքի մեջ են, բայց եւ գրծված են հսկողության։ Աստորեն այս բոլոր գործառույթների իրականացումը, որը օրենքով վերապահված է համայնքի ղեկավարի կամ աշխատակազմի քարտուղարի, միայն պետք է իրականացվի հսկողության արդյունքում։ Ամենուր հսկողության արդյունքում է սրանք աստորեն իրականացվում, որը անօգնելիք է եւ չգիտեմ դա ինչպես կարելի է իրականացնել։ Ուրեմն ավականիների լիազորությունների կատարման նկատմամբ ուսումնասիրությունները վերական հաստատումներ չեն արձանագրվել եւ օրենքով սահմանված կարգով ժամկետերում հրավիրել ավական նիստեր եւ որոշում ներկայացնել մասնետար, որոնց նկատմամբ իրականացվել է իրավական հսկողություն։ Առաջիկայում սահմանված կարգի համաձայն պետք է ուղղակի ալիքներով առիթից որ այսօր բոլոր համայնքների ղեկավարներն այստեղ են եւս մի անգամ ցանկանում եմ նշել որ մի գործառույթ կա, որ երամսայքի կտրվածքով բոլորս իրականացնում ենք, մենք խնդիրներ ունենք տեղեկատվական բազաների հարմացման եւ ճշտման, ինչպես նաեւ գրանցամասյաններում առկա շրջանների ճշտման մասով։ Պարոն Ալեքսյան, դուք ինչու պետք է սպասեք, որ լիազորված Մավենասի տարածքային կառավարման նախարարությունից գան տեղ ուստուգումներ անեն, դեր բարձրացնեն տերությունները դուք շփվեք։ Համապատասխան ծառայությունը պետեական կառավարումը շատ կարևոր է հաստատել իշխանակ միջև իրավական ակտերի իրականացումը։ Պետք է ումանել մեր թերությունները վեր հանեինք, այսօր բաց ճակատով ասեինք, տեսեք թերությունների մինիմալը ծներ աշխատանքն է։ Ես կառաջարկեի նաև հարցից միասին, որ այսօր այսպես բարդ է, եւ ձեր ուշադրությունը հրավիրել հարգարժան, որ դա շատ կարևոր հարց է եւ այսպես ասած թերություն արձանագրելով ու անցնելու չի լինի։ Եվ պետք է գնահատականներ տալու, որ դուք այս հարցին ավելի քիչ ուշադրություն։ Մեր ամենօր աշխատանքի ընթացքում իհարկե անմիջապես շփումների ընթացքում բոլոր ակտիվությունները շփվում են եւ վերացվում եւ այն ինչ որ արձանագրվել է այդ համայնքները դա իհարկե նորություն չէ եւ մենք դրանց աշխատում ենք։ Իսկ ինչ վերաբերում է այդ ընդհանրապես այդ բացառելու վերաբերյալ այդ աշխատանքներում մեր թերությունները վերացնելու համար մենք կազմում ենք վարչություն աշխատանքային ծրագիր եւ սիստեմատիկ արժող այս 2014 թվականին մենք սկսում ենք աշխատել բոլոր գործառույթների մասով։ Ճիշտ է, դրական ճշտում նաև դրական են աղում, ինչպես նախորդ ընթացքում մենք տեսանք, որ էական որակական փոփոխություններ խնդիրները բարձրացրեցիք, կարծում առաջիկայում մենք պետք է կարողանանք խնդիրներով օպերացիա զբաղվել եւ ձեր մասնակցությունը Հայաստան Հանրապետության Դրության Պետական Պետության 2013 թվականի աշխատանքային ծրագրի համաձայն 2013 թվականի հունիսի 17-ից մինչև հունիսի 8-ը ներառել Հայաստան Հանրապետության Սյունիքի մասպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի պարտությունում, կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն ապահովելու նպատակով ըստ կարգավորության հարցաշարի իրականացվել ուսումնասիրություն։ Ուսումնասիրության ընդգրկող ժամանակահատվածը ընդունվել է 2010 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2013 թվականի մայիսի 1-ը։ Ուսումնասիրության ենթարկվել են նաև մարզի բոլոր կրթական հաստատությունները, իհարկե փաստաթղթային հիմնական ուսումնասիրություններ, քանի որ հարցաշարով հենց այդպես է նախատեսված է։ Եվ տեսչության կողմից արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք որ իրականացվել են այդ 3 տարիների ընկած ժամանակահատվածում։ Բնականաբար այն խախտումները, որոնք վերաբերում են զուտ դասապրոցեսի եւ դպրոցի գործունեությանը, այստեղ նպատակահարմար չէ որպես այդպիսի ներկայացնել, բայց դրա ուղղությամբ կատարվել են աշխատանքներ եւ շրջանառականներ, որ համապատասխան հանձնարարականներ են իջեցրել դպրոցների ուսումնական պլանները իրականացնելիս ուշադրություն դարձնել պետության կողմից սահմանված ժամանակահատվածներին։ Մասպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կանոնավոր
նախաձեռնության մեջ արկա են եղել մի քանի կետեր, որոնք հակասել են հանրապետության մասին օրենքին և կրթության մասին օրենքին։ Մարզպետի նոյեմբեր ամսին կայացված որոշման այդ թերությունները արդեն վերացվել են և ստացել են համապատասխան ձևակերպում։ Մարզպետանի տարեկան աշխատանքային ծրագրերի կատարողականը գնահատվել է նորմալ 2011-12 թվականների աշխատանքային ծրագրերով նախատեսվել է համապատասխանաբար 18 և 19 հատ։ Ծրագրով նախատեսված աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, ուսումնասիրված հարցերի քննարկված հաշվետվությունների վերաբերյալ կազմել են տեղեկանքներ տվել հանձնարարականները։ Հայտնաբերված թերությունների վերաբերյալ մարզպետի ներկայացրել են զեկուցողներ, որոնց արդյունքում Ագարակ քաղաքի և Գորի միջնակարգ որոշների տնօրենների նկատմամբ մարզպետի 2011 թվականի և 2013 թվականի կարգավորություններով կիրառվել է կարգապահական ուժի մտածողություն։ Հանրապետական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նրանց հաստատումն ու գրանցումը մարզի բոլոր դպրոցների կողմից իրականացվել է բացառությամբ Գորիսի և Սիսիանի հատուկ դպրոցների և այստեղ պատճառը այն է եղել, որ Գորիս և Սիսիան քաղաքի Գորիսի հատուկ և Սիսիանի հատուկ դպրոցներում ընթանում է վերակազմակերպում, որը համահունչ է կրթական և սոցիալական ապահովության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությանը, այսինքն երեխաները այսուհետ ավելի նպատակահարմար են, որ իրենց կրթությունը ստանան ոչ թե հատուկ տիպի հաստատություններում, այլ հանրակրթական հաստատություններում։ Իհարկե նաև վերակազմակերպման ընթացքում նախատեսվում է ունենալ համայնքային այնպիսի կենտրոններ, որոնք որ թեթևացնեն այն ընտանիքների հոգսը, որոնք ստիպված են իրենց երեխաներին ուղարկել հատուկ դպրոցներ։ Ուրեմն այս երկու դպրոցների կանոնադրությունները չի համապատասխանել պահանջներին, որի համար մենք ունենք նաև այնպիսի մեկնաբանություն, որ վերակազմակերպումը ավարտելուց հետո նրանք ստանան համապատասխան գրանցում։ Ուրեմն ես ամենաշատը երևի ուզում եմ կանգ առնել այն հարցերի վրա, որտեղ որ համայնքը դեր է ունեցել։ Հիմնական ամենաշատ խախտումները գրանցված է նպատակային ուսուցման գործողվածների հետ կապված։ Համայնքները իհարկե դրանք եղել 2005 թվին, 6 թվին, 8 թվին, բոլորը երևի տեղյակ եք կամ իմաստ ովքեր ներկայացրել են այդ միջնորդակները, ներկայացրել են միջնորդակներ համայնքի դպրոցին անհրաժեշտ ուսուցչի պահանջի վերաբերյալ, ուսուցիչը այդ համայնքի բնակիչը գործունեել է սովորել պետպատվերի շրջանակում և չի վերադարձել դպրոց։ Ես կարող եմ թվարկել այդ համայնքները Բռնակով, Ծավ, Բարձրավան, Անգեղակով, Սյունիքի միջնակարգ դպրոց, Ներքին Հանց, Սանդալյանի միջնակարգ դպրոց, Քակ, Ագարակ, Գերի, Բաղատի, Մուտք, Նավնաձոր։ Այստեղ կնքում է եռակող պայմանագիր, քաղաքացու, դպրոցի և բնի միջև։ Գրեթե մեծ մասը այս պայմանագրերը խախտել են և չեն վերադարձել դպրոց աշխատելու։ Դեռ չկարողանում, բայց պահանջակ ներկայացրել է, համայնքը ներկայացրել է, դուք եք ներկայացրել, համայնքի ղեկավարի միջնորդությամբ է մարզպետը այս նպատակային ուսուցումը տալիս։ Եվ դրա հետ կապված 2010 թվականից գրեթե արդեն այդ նպատակային ուսուցման ուղղված ուղեգրեր չի տրամադրում, որը իրականում այդքան էլ լավ չէ, որտեղ իրականում կան համայնքներ, որոնք ներ մասնագետների կարիք ունեն, բայց քանի որ գործընթացը այսպես փակուղի է մտնում այս առումով, 10 թվականից հետո այդ նպատակային ուղեգրերը գրեթե չեն կար։ Բոլոր համայնքի ղեկավարները ներկայացված են դպրոցական խորհուրդների կազմում իրենց ներկայացուցիչների միջոցով։ Համայնքի ղեկավարը ունի մեկ ներկայացուցիչ խորհրդի կազմում։ Եվ շատ կարևոր է, որ այս ներկայացուցիչը ոչ թե լինի հենց այնպես ուղղակի անունը գրված, քանի որ երբ որ դպրոցների հետ է լինում, դպրոցի տնօրենությունների աշխատակազմերի հետ է լինում քննարկումը, եւ ընդհանրապես քննարկում են, որ այդ խորհուրդները ունեն ձևական բնույթ։ Եվ որպեսզի դա ձևական չլինի, շատ կարևոր է, որ համայնքի ղեկավարը հստակ իմանա ում է առաջարկել այդ խորհրդի կազմում եւ պարբերաբար կարողանա այդ ներկայացուցիչի միջոցով ստանալ ինֆորմացիա դպրոցի իրավիճակի մասին։ Եթե որպես համայնքի ղեկավար դիմում եք մարզպետին, որ էսի Ջեսիչյանի, քանի որ էսի մասնագիտության գծով մենք ունենք հապուկներ, այսինքն հնարավորություն չունենք կազմակերպել դասախոսություն, խնդրում ենք էսի Ջեսիչյանի հետապատերի շրջանակներում միջնորդել ուսումը կազմակերպել։ Արդյունքում հետ է գալիս եւ ասում եք դպրոցում տեղ չկա։ Եթե դպրոցում տեղ չկա, ասենք մասնագետի տեղը ինչ-որ մեկը զբաղեցնել է, կամ չգիտեմ, իմաստը կորում է, ավելին ասել, մենք ունենք պետական բյուջեյով, միջ համայնքային այդ փոխադրումների համար աշակերտների և ուսուցիչների 20 միլիոն դրամ, 26-ից 20 միլիոն են հանդասում։
Այսինքն այդ ծրագրի նպատակը նա է, որպեսզի յուրաքանչյուր համայնքում կարողանանք ունենալ ուսուցիչ։ Եվ այդ որ դե դրա շրջանակներում պատճառաբանությունը տեղ չի։ Եթե դու դրա կարիքը չես ունեցել, ուրեմն չպիտի միջնորդել, որ մենք ուղղենք դա։ Նախորդ նիստի արձանագրությունների վերաբերյալ եւ կատարած ընթացքի վերաբերյալ որոշակի կարճ ակերտ ինֆորմացիա։ Վիդեոների պլանավորման ժամանակ անհրաժեշտ մեթոդական օգնություն ցույց տալու հնարավոր է ուներ թույլ չտալու բացառելու համար։ Ուրեմն մեր համապատասխան ստորաբաժանների եւ առաջին ֆինանսական վարչության կողմից արդեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերվել է եւ 96 համայնքներում արդեն հաստատվել է 2014 թվականի բյուջեն։ Հաջորդը բոլորն են հաստատվել։ 96 Բայց մնացածը չի հաստատվել, ավարտան որոշ։ 2010 ուրեմն 14 թվականի բյուջեները համայնքները հաստատել են 23-ից 25 ավարտան նիստերը շնորհավորել։ Շատ լավ։ Հաջորդ հարցը կապված է սեփական եկամուտների հավաքագրման ընթացքում տեղի գտած թերությունների շփման, այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ տարվել են, ամփոփ տեղեկատվություն կա այս պահի դրությամբ, սակայն տարիների ամփոփելուց հետո հիմա պատրաստ է արդեն ներկայացնել մանրամասն տեղեկատվություն, բայց կարծում եմ երևի տարին ամփոփելուց հետո ամբողջ տարվա կատարվածքով կատարված աշխատանքների հավաքագրման ընթացքի վերաբերյալ կներկայացվի։ Հաջորդ հարցը համայնքների ղեկավարների կողմից որ բարձրացվել էր, դա ֆիզիկական անձանց հասարակական կազմակերպության մարդկային նիստերի մասնակցության օրինակների կարգ մշակելու վերաբերյալ է դրան, որոնք տարածքային կառավարման նախարարության կողմից արդեն իսկ ներկայացվել է արտադրության նախարարության օրինակների կարգ, սահմանված ընթացակարգեր անցնելուց հետո դրանք կուղարկվի նաև բոլոր համայնքներին քաղաքային տեխնիկական։ Հաջորդը անշարժույթի պետական կոմիտեի եւ հետ միասին համապատասխան անշարժույթի վկայականների հետ կապված խնդիրներին է վերաբերվում։ Ուրեմն շրջանառական է ուղարկվել բոլոր համայնքներին, որպեսզի ներկայացվի համայնքներում առկա հողի սեփականության վկայականներում նկատված թերությունների կամ վկայականների բացակայության պատճառների մասին անհատական տեղեկատվություն, դրանք ուսումնասիրելու եւ սահմանված կարգով ընթաց տալու վերաբերյալ։ Խնդիրը բավականին մեծ է, մոտ 12,000 միավոր է ծրվում եւ գտնվում է մեր համապատասխան ստորաբաժանում Վաշինգտոն բաժնի շարժության կենտրոնում եւ ընթացքի ու արդյունքների մասին բարբերաբար ցուցակցի մարմնին եւ ստորաբաժանության մարզորդի ձեր պահանջով։ Իսկ յանը Ալիձորի Տաթևի զորի գյուղական համայնքների սեփականության իրավունքի գրացման ձևակերպման հետ կապված խնդիրներ լուծվածա թե չէ։ Այդ սահմանափակումը կվերաբերվի միայն նոր գույքի եւ նոր գույքային իրավունքների գրանցմանը։ Նախկինում արկայ գույքի վերաբերյալ որևէ սահմանափակում չի կարող լինել։ Քանի որ պարոն փոխնախարարը ներկայացրել է, ցանկանում եմ մեկ անգամ կան մտահոգություններ սեփական եկամուտների հավաքագրման, պլանավորման, հավաքագրման հետ կապված եւ որակյալ բյուջեների կազմման կապված բաշակցություններ, ոսեր մտահոգությունները նաեւ Մենք նախարարությունում եւ հատկապես փոխվարչապետը արդեն պատրաստում է տոներից հետո գործունեությանը եւ մասնավորապես հիմա կազմում ենք օրակարգը, ինչ հարցեր պիտի քննարկի փոխվարչապետը, երբ որ այցելի մարզեր նոր տարուց հետո։ Այսօր արդեն ձևավորված է 15 տանոց օրակարգ, կարծում եմ, որ դրանից հետո կավելանա չի պակասի, ուզում եմ ասած ընկնեմ, որ պիտի անդրադառնանք մարզի գրեթե գործունեության գրեթե բոլոր ճյուղերին։ Այսօր դրանից օրինակ մասնավորապես քննարկվել է այսօր ձեր բարձրորդի նիստում ընդամենը երկուսը, եւ այս երկուսը ես հասկացա, որ նախորդ անգամ քննարկվել եւ հանձնարարականների համար լսեցի։ Ուզում եմ հանգամանալից անդրադառնամ եկամուտների հավաքագրմանը, ասեմ, որ մարզում վիճակը համեմատած մյուս մարզերի վատ չի։ Եվ եթե մենք ընդամենը երկու համայնք հանենք մարզի բոլոր համայնքների ցանկից, կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ ցուցանիշները կատարվում են 100%։ Ավելի ճիշտ երկու համայնք չէ, այլ են համայնքները, որոնք իրենց եկամուտները խիստ կախված են այն վարձավճարներից, որ հանքարդյունաբերողներն են վճարում։
հիմնականում դրանով է պայմանավորված ուրեմն պլանների չկատարումը եւ ուրեմն Կապան քաղաքի խնդիրը, որ կարծում եմ սա առանձին խնդիր է, պարոն Մասբեկ, եւ մենք պետք է ուրեմն եւ կարծում եմ, որ նախարարության ուժեղացությունով նաեւ Կապան քաղաքի խնդրին պետք է անդրադառնալ առանձին։ Այստեղ խնդիրները բացում են, սկսած նրանից, որ անհասկանալի է թե ոնց է պլանավորվում ձեզ մոտ, որովհետև գույքահարկը պլանավորված է 88 միլիոն, դուք քրոնիկ կատարում եք 71-75 միլիոն, երբ որ ձեր բազային թիվը, տարեկան թիվը 92 միլիոն է։ Այսինքն դուք հիմա 71-75 միլիոն կատարելով տարեկան կուտակում եք 20 միլիոն ապարք, որով չեք կարողանում գանձել, այսինքն ստեղ ինչ-որ մի բան չի, եւ մենք պիտի հարցը նայենք խորքային, նայենք գուցե այն տեղեկատվական բազան, որ ձեզ մոտ գալի կուտակվում է, ինչու՞ն է բանը ինչ են, ուրեմն փուչիկ թվեք կուտակվում։ Իսկ մնացած դեպքերում, եթե մենք հանում ենք հարցի դառնությունաբերությունը եւ Կապանը, ապա ստեղ առանձնացնում եմ ես 20 համայնք, որոնք ընդհանուր առմամբ մինուսով են աշխատում։ Եվ ընդ որում պետք է ասեմ, որ անցած տարի այդ համայնքները այդ 20-ից 10-ը անցած տարի 100% ցուցանիշ են ունեցել։ Ինչի համար է այս տարի պակասը պարզ չի։ Մյուս 10-ը ուրեմն 100% ցուցանիշ չեն ունեցել են ցածր, բայց ելի ցածրացրել են իրենց ցուցանիշները։ Ստաբիլ վատ է միայն երկու համայնքում, Կապանը ինչի մասի որ խոսեցին եւ Բռնակոտ։ Բոլոր դեպքերում այստեղ կարծում եմ, որ մենք հետևություն անելու հարցեր ունենք եւ փոխվարչապետի ուշադրությունը հիմա օրինակ դարձված է խոշոր պարտապանների հետ աշխատանքի։ Ֆիքսված է 500,000-ից ավելի ունեցող պարտք ունեցողների նկատմամբ աշխատանքը, ցուցակը գտնվում է մեզ մոտ եւ մենք պետք է կամաց-կամաց առանձին անդրադառնանք եւ տրամաբանական ավարտի հասցնենք պարտապանների հետ աշխատանքը։ Պետք է ասեմ, որ Սյունիքի մարզը այսպես վատ իմաստով չի անդրադառնում հանրապետությունում, չի երևում հանրապետությունում, այսինքն հնարավորինս քիչ են այստեղ, ընդամենը երկու դեպք կա, մեկը Գորիսում, մեկը Սիսիանում միլիոն դրամից ավել պարտապան, բայց բոլոր դեպքերում պետք է լինենք հետևողական, որովհետև իհարկե չի կարելի երբեք հանդուրժել պարտքի առկայությունը։ Գալուցս առաջ խոսեցի օրինակ Շիկահովերի հետ, պետական արգելոցը ընդեր մեծ տեղա յուղապետը, խոշոր պարտք կա կուտակել արգելոցը, բայց ասեց, որ արդեն պայմանավորվել եք, դատարանի վճիռը միջև լինել արդեն ուրեմն իրենք վճարում են, իհարկե փոքր շեղում կա կապված թվի հաշվարկի է, բայց 660,000 ասեցին փոխանցել են միջև 660,000 ինչ-որ է, ինձ ստեղ ճիշտ ասած անհանգստացնում է մի հատ ուրիշ բան բարոյացնել եւ ուզում եմ եւ այդ անհանգստությունս հատկապես ամրապնդվեց այսօր մարզպորտի լիստի ժամանակ։ Սյունեցին ընդհանուր առմամբ որակապես տարբերվում է Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում ապրողներից։ Սյունեցին միշտ առանձնացրել է իր ուրեմն աղքատ եւ հպարտ լինելը։ Այդ աղքատ հպարտ լինելու հանդերձ իր պարտաճանաչ լինելը։ Դրա համար Սյունեցի հետ սիրել են գործ բռնել։ Այդ գործելակերպը ինչի համար մենք այսօր մի քանի անգամ անդրադարձանք աղքատ մարդը վճարել չի կարող, դա միայն փչացնում է մարդուն։ Եվ այդ գործելակերպով մենք հիմա սկսում ենք փչացնել Սյունեցում։ Գուցե հիմա չենք սկսում, այլ մի 20 տարի է, բայց մենք հանրապետության այլ մարզերում ունենք դեպքեր, որ բարեգործություններով ուղղակի մարդիկ փչացել են։ Բարեգործություններով մենք բերել հասցրել ենք մարդկանց ուղղակի անընդհատ ուզողության։ Չի կարելի այդպես անել։ Ես ինքս գիտեք, որ շատ հարազատ մարդիկ ունեմ մարզում, շատ հարազատ մարդիկ ունեմ գյուղերում եւ բնականաբար տեսնում եմ իրենք ոնց են ապրում։ Անցած տարի եղավ խոսակցություն օրինակ Ախլացյանի Լորենտի գյուղապետի հետ, երբ որ մենք Սիսիանի հատկապես պարտքեր ունեցող համայնքները Սիսիանում էին եւ առանձին ժողով անցկացրին տարբերության Սիսիանում։ Ախլացյանի գյուղապետը ներկայացավ ասեց, որ եթե ձեր բարեկամը հարկերը վճարի, մենք պլանը կատարենք։ Ուսումնասիրելով հասկացա, որ իմ շատ հարազատ բարեկամը մեծ պարտքեր էր կուտակել։ Բայց միևնույն ժամանակ ուսումնասիրելով հասկացա, որ այդ հողերը իրան պետք չի իմ բարեկամը։ Ուղղակի պետք չի, հասկանում եք։ Եվ մենք այլ մարզերում ունենք դեպքեր, որ եւ ձեզ մոտ էլ արդեն կիրառված դեպքեր,
երբ որ մարդիկ հրաժարվում են իրենց հողերից, եւ այդ ժամանակ ազատվում են նաեւ պարտքերից կուտակված։ Եվ ես իմանալով, որ այդ հողը իրան պետք չի, խնդրեցի գյուղապետին, որ այդ իմ բարեկամից հողը հրաժարվի եւ գյուղապետարանը վերցնի օգտագործի ավելի ուրեմն կարող մարդը։ Առողջ տնտեսվարողը, ով որ կարողանում է պայմանավորվի եւ կատարի այդ պայմանը, այն գրավականն է, որ հաջորդ օրը իր հետ էլի պայմանավորվի։ Իսկապես այսօր բավականին խնդիրների մասին խոսեցինք եւ խնդիրներ, որոնք որ մենք վաղը արդեն 2014 թվականին մուտք եք մտնելու եւ եթե այսօր չկարողանանք այդ չափորոշիչները հստակեցնեն, հաշվի առնելով են հանգամանքը, որ նաեւ լինելու է լարված տարի, մենք ունենալու ենք ավելի խորքային խնդիրներ։ Այդ տեսանկյունից խիստ կարևոր եմ համարել այս խնդիրների մասին խոսել բարձրաձայնեն, որպեսզի հետագայում մեր բացերը հնարավորինս փորձենք նաեւ լուծումներ առաջարկել հետագայում որպեսզի ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ունի եւ ձեռնարկել տարբեր բնույթի նախնդիրներից։ Առաջին հերթին կցանկանայի նշել, որ պարոն Թանկյան, սա մեծ բեռ է, մեծ խնդիր է եւ ես կարծում եմ, որ իհարկե հասկանալով նաեւ մեր գյուղապետերի բարձրացված այդ առարկությունները նաեւ իրաց լսելով մենք ունենք խնդիրներ, մենք պետք է պայմանագրային պարտավորություն ենք ունեցել, ստանձնել ենք երկարաձգել ենք, դրանից հետո մեր բեռը չի թեթևացել։ Կարծում եմ դա պետք է ավելի հստակեցնել կոնկրետ ժամանակացույցը եւ դասակարգ է, ով ինչի պատճառով չի։ Եթե պետք է համատարած բոլորը ասեն մի հեկտարից 28 ցենտներ մենք պետք ենք հավաքել եւ հետո դան ասեն գիտեք ինչքա պետք է, ես իշտեղը լավ ես, իշտեղը բաղ է, 40% չվճարում ապահովել, հավատացեք դա ընդունելի չի, ազնիվ չի։ Եվ եթե պետք է նշան օբյեկտիվ պատճառներ, որոնք որ մարդիկ նշեցին, որ եթե իրականում կա դրաշրջանակներում, ոսեք մտածել ենթադրենք տարաժամկետ վճարման ժամանակացույց կամ ինչ-որ այլ մեխանիզմներ։ Շատ կարևորագույն խնդիրներ պարոն Կոստանդյանը նշեց, մենք պարոն Կոստանդյան նույնպես պետք է կարողանանք համագործակցել, ավելի աշխատել, որպեսզի համայնքապետերին ավելի հասանելի եւ մատչելի ինֆորմացիա տրամադրենք նման կարգի, այսպես ասած, խախտումներից ձեռք գնալու, որովհետեւ դրա արդյունքում մենք ավելի ժամանակ ենք ծախսում, ավելի պրոբլեմներ պետք է լինեն, պետք է դիմենք նորից, որ որոշումը չէ գալու, ավելի ակնիկ ու ֆորմատով ձևաչափով համայնքների միություններ օգտագործելով, դրա արդյունքում կարողանանք ստացվի ինչ-որ ավելի արդյունավետ աշխատանք։ Մեր հարգելի Նարան ասաց, որ որոշակի կոնկրետ խնդիրներ ունեն կրթության բնակավարում։ Ես հատկապես ուզում եմ շեշտել, Սյունիքի մարզը 14 թվականի պիլոտային ծրագրում սննդի, նույն Սյունիքի մարզը եւ Վայոց ձորը որպես պիլոտային ծրագրեր ընտրվել են պետական բյուջեից ֆինանսավորում ենք ստանալու, երկու մարզերը միասնավ 30 միլիոն, որի մեծ մասը մեր մարզն են դնում։ Եվ եթե փոքր գյուղական համայնքներում մեր այցելությունների շրջանակներում գոնե լուծված այդ խնդիրը եւ հիմնականում այդ տակ ճաշի տեսքով են կարողանում մատուցել քաղաքային եւ մեծ բնակավայրերում, կարծես թե զերծ են մնում 14 թվականին պետք է կարողանանք այդ սնունդ ծրագիրը իրականացնել։ Բոլոր պայմանները պետք է ապահովենք, որպեսզի իրականացնենք այդ ծրագիրը։ Գործողումների պետպատվերի շրջանակներում մրցամասով պետք է ավելի ուշադիր լինել, որպեսզի ավելի աշխատանք չկատարենք, գոնե այդ մասով։ Եթե չի վերադառնալ կամ վերադառնալ է, մենք ասում ենք համայնքում աշխատատեղ չկա, իմաստ չունի։ Եղել են տարբեր համայնքների կողմից միջնորդություններ, դպրոցում ուսուցիչ ընդունելու կամ թափուտների համար մրցույթներ կազմակերպելու, խորհուրդ եմ տալիս, կա ունենք կարգ, ձևավորված կարգ եւ բոլորը իրենց հստակ հանձնարարված որևէ միջնորդություններ խնդրում եմ չանել։ Կան չափորոշիչներ եւ եթե չափորոշիչները բավարարում են, մենք պետք է այդ չափորոշիչներով առաջ արժենք։ Մարզի համայնքների եկամուտների մասով պարոն Բախշյանը շատ ճիշտ նկատեց, եթե մենք ունենք բազայում ավելի մեծ թիվ, պլանայինը դրանից ցածր է, իսկ կատարողականը ավելի, սա իսկապես մտահոգիչ է։ Սա իսկապես մտահոգիչ է եւ եթե դրան ավելացնենք, որ մենք համայնքներում նվազագույն աշխատավարձի բարձրացման 35-ից 45,000 դրամ 14 թվականին գիտեք եւ 45-ից 50-ը նաեւ հուլիս ամսից է լինելու, մենք պետք է հնարավորինս որակյալ բյուջե կազմենք, այսինքն
եւ եկամուտները կարողանան մեր մոտ հիմնավորված լինել, իհարկե մենք ունենք բազա եւ այդ բազային գոնե կարողանանք ցկտել։ Քաղաքային համայնքները հատկապես, որտեղ եթե փոքր գյուղական համայնքները առանձնապես մեծ հնարավորություններ չունեն, քաղաքային համայնքները իսկապես բազայի շուրջ պետք է աշխատեն եւ առավելագույնս բոլոր համայնքներին վերաբերվում ծախսերի մասով, որը որ էական է։ Ես ձեզ ավելին ասեմ, միգուցե մենք ծախսերը կարողանանք ավելի որակյալ, այսպես ասել, իրականացնել, դրա արդյունքում մենք կարծում ենք մի քանի անգամ ավելի լավ արդյունքներ կունենանք։ Ինչու ասացի, որ մեր բյուջեները պարոն Ղազարյան, որ ընդունում ենք, լավ կլիներ, որ իհարկե մենք եղել ենք որոշակի ավականի նիստերի, բայց ևս մեկ անգամ բոլորիդ հորդորում եմ, լինելու է լարված տարի, լինելու է, այսպես ասած, բավականի խնդիրներով տարի, եւ մենք ուզենամ, որ մեր ծախսերին ևս մեկ անգամ ուշադրություն դարձնենք համայնքներով, որպեսզի տարվա կեսից կամ ինչ-որ մի հատվածից չասենք, որ աշխատատեղերի բեռնվածության արդյունքում մենք ունեցանք ավելորդ պարտքեր եւ բնականաբար այդ պարտքերը արդեն կմնա համայնքները, որ ավելի մեծ լարվածություն կառաջանա։ Պարոն Ղազարյան, սա պետք է համատեղ աշխատենք, հատկապես այդ համայնքներում, որտեղ որ, ինչպես նշեց պարոն Ավետիսյանը, կան միավոր աշխատատեղ եւ լավ ծանրաբեռնվածության, ենթադրենք, ասենք, ոչ արդյունավետ միջոցների ծախսման տեղ, որտեղ որ մենք տեսնում ենք։ Իհարկե, եւ զուգահեռ նաեւ փորձենք եկամուտների մասը բարձրացնել։ Առիթը օգտագործելով բոլորի շնորհավոր էր Գալիկ Դարբակապակցյան 2014 թվականին։ Իսկապես այս խնդիրները եթե կան, խոսում են նրա մասին, որ մենք դեռևս անելիք շատ ունենք, եւ ինչքան կարողանանք մեր անելիքները ավելի հստակեցնել, մեր ձևակերպումները ավելի ճիշտ տալ, դրա արդյունքում կարող ենք ավելի շուտ հասնել մեր խնդիրների լուծմանը։ 2014 թվականը լինելու է աշխատանքի տարի, հաջողությունների տարի վստահ եմ, եթե փորձենք լավ աշխատել, միասին աշխատել, հաջողությունները ավելի ակնհայտ լինելու։ Բոլորս խաղաղություն, երջանկություն, սեր եւ խաղաղություն, ևս մեկ անգամ բոլորդ հաջողություն, շնորհակալություն։